Իմ խորհրդարանում արգելված է սկզբունքով։ Եկեք բոլոր խմբակցություններով այդ պարագայում, որդեգրենք այս մոտեցումը եւ բոլորս միասին ասենք, հայհոյանքը մեր խորհրդարանում արգելված է։ Եվ սա վերաբերում է բոլոր հայհոյանքը եւ վիրավորանքը։ Որովհետև ես էլ դուք հետևեք Արթուր Հովհաննիսյանի վարքագծին։ Դուք էլ ես տեսեք։ Դուք հիմա ասեք մեր խմբակցությունից մեկի վարքագիծը, որ Արթուր Հովհաննիսյանին կնույնացնեք։ Լավ էլի, պարոն Վարդանյան։ Հայհոյանքը քաղաքացիական Ձեր խմբակցությունը մեր հանձնաժողովնիստները երբեք չի ընդհատել եւ երբեք չի խոչընդոտել, որտեղ վերջի 3 տարվա ընթացքում մեկ անգամ դիսուկ հանձնաժողովնիստին չի մասնակցել։ Բայց խոսքը փոխանցվում է։ Ես ձեր հանձնաժողովից չեմ, չգիտեմ, դժբախտաբար թե բարեբախտաբար, բայց դժբախտաբար եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, որի նիստը խոչընդոտել է ձեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը իր ագրեսիվ վարքաբանությամբ, իր սպառնալիքներով, երբ որ ես ասում եմ սպառնում եք, ասում եմ այո սպառնում եմ, ու դրանից հետո դուք խոսում եք հանդուրժողականությունից, պետք չի։ Ինչ արել։ Հիմա դատաների մասին երկար խոսեմ, այստեղ ստոպանեմ, պարոն Սարգսյան։ Թույլ տվեք տիկին Թե ուրիշ դեպքերին էլ անդրադառնամ։ Ես խնդրեմ տիկին Թովմասյան, Ժորժան, արեք հարգենք քաղաքական խոսույթը։ Այս դրա մասին է խոսքը։ Հաճելի, ոչ հաճելի արտահայտությունները պետք է խորհրդարանի համար ընդունելի լինեն։ Եթե դրանք վիրավորանք կամ զրպարտություն չեն պարունակում, դրա համար պետք է պատրաստ լինենք, թույլ տանք, որպեսզի յուրաքանչյուրս կարողանա արտահայտվի։ Ժամանակ ունենք, հնարավորություն ունենք, եթե պետք է նիստը 4 օր կանենք, բայց ամեն մեկ այդ կարտահայտվի։ Խնդրեմ տիկին Թովմասյան։ Շնորհակալ եմ։ Չէ, չեմ կարծում 4 օրվա կարիք լինի, ես ուզում եի ամփոփել իմ խոսքը եւ իմ մեսիջը կարծում եմ բոլորը հասկացան, որովհետեւ ես միշտ խոսել եմ, մշտապես քննադատել եմ իշխանություններին, բայց չեք կարող գտնել մի բառ, մի արտահայտություն, որով ես վիրավորել եմ որևէ մեկին, որով ես որևէ կերպ հանրության բարոյական նորմերը խոչընդոտել եմ։ Եվ ես իմ օրինակով ցույց եմ տալիս, որ այո, չի կարելի ազգային ժողովում պահել ոչ հարիր պատգամավորին վարքագիծ դրսևորել եւ ցուցաբերել այնպիսի մոտեցում, որ կարևորը սա էլ ասեմ եւ վերջ, ոչ, կարևորը մենք հանրության հետ լինենք ազնիվ եւ հանրության կողմից լինենք ընկալելի։ Այս սա էր, որ ես ուզում էի ասեմ եւ ուզում էի նաեւ ձեզ էլի վերջում հորդորել, ունեցեք կուսակցության կամ խմբակցության նիստ եւ սկսեք քաղաքական էլիտայի խոսույթի վերաշարադրումը ձեզանից։ Հետո կուրնուսներից արդեն կունենաք ակնկալիքներ։ Եթե այստեղ ես խոսում եմ, հենց այս հանձնաժողովում արդեն չի հանդուրժվում քննադատական խոսքը։ Նաեւ այսպես։ Բայց ով ասել չի հանդուրժվում։ Դե դուք զսպեցիք, ի պատիվ ձեզ։ Շնորհակալություն։